Այս հոլովակը անում եմ փնթի անլվա, մեկը մյուսից գեշ անդուշ, դառը կորիս վրացապաշտների համար, որոնք տուտուցների ոտերը լվանում են, ջուրը խմում են ու հարձակվում են իմ վրա։ Իրանք այնքան թասիբ չունեն, որ սրանց բերանները փակեն, գալիս են ինձ են ասում, մի նեղացրու մեր տերերին, իրանք մեզ վատ կվարաբերվեն, մեզ չեն սիրի, դուք սիրելու բան չեք, անթասիբներ, ձեզանից բոլոր ադեկվատ մարդիկ պետք է զզվեն, իսկ վրացիները դες շանտեղ չեն էլ դնում, դուք իրանց պրոստը ցիպնոր շներն եք, որ հարձակվում եք իմ վրա։ Հիմա թարգմանում եմ ինչ են սրան գրել ձեր սիրած տուտուցները իրանց հոլովակի վրա Վրաստանի Այբուբենի մասին, որտեղ իրանք քննարկում են, թե Մաշտոցնա իրանց տվել տարերը, թե ոչ, հիմա գրում են, ուրեմն առաջինը գրում է, Վախթանգ Ախոբադզեն գրում է. Армянское письмо создали Иоанне Лази и Петра Ибери в 437 году. После некая Элена привезла алфавит в храм Мцхету и передала ее проживавшему в Мцхете семье Манукян, а те отвезли его в Армению и передали его Маштоцу. Машторту, в скобках Маштоц. Типа искакана Маштоц чи ай Маштортам. Машторт добавил 3 буквенных знака и заявил, что создал новый алфавит. Так Машторт сделал алфавит из 39 букв. Հասկացաք տուտուցների ստրուկներ. Հասկացաք, չէ? Չէ, դուք դուբ եք, դուք էլի չհասկացաք. Դալշը. Գուցե մանանան ձեզ կկարողանա բացատրի, ձեր ժանգոտած ուղեղի մեջ կարող մի բան մտնի всё-таки. Գրումը. Грузины подарили армянам 20-буквенный алфавит и в доказательство оставили на главном храме имя Эч Миадзин, что означает 20 больше на мегрельском. Это было сделано нашими предками. Как и имя Вазген, это грузинское Вазис гены, ген лозы. Հասկացաք, թե էլի տեղ չհասավ, ձեր ժանգոտած ուղեղը ընդունեց ու սենց բոլոր կոմենտներն են, գնացեք բացեք այս վիդեոն, հեսա, ու կարդացեք իրանց լեզվով պիրիվոտ տվեք ու նայեք ինչեր են իրան գրում։ Հայատյաց պրոպագանդա, սա ինֆորմացիոն պատերազմ է, որտեղ իրանք արդեն 30 տարի ձեզ ծալած ունեն, դուք իրանց դեմ կզած եք, դուք իրանց դեմ չոքած եք, դուք իրանց դեմ իրանց ոտերն եք լպստում։